Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալում երբեմն թվում է, թե ամենաբարդ խնդիրներն արդեն գտել են իրենց լուծումը և խաղաղությունն այլևս սարերի հետևում չէ, բայց այսօրվա սերիան ապացուցեց հակառակը, երբ բախվում են երիտասարդական տաքարյուն հպարտությունն ու կյանքի դաժան պահանջները, ամեն ինչ կարող է փլուզվել մեկ վայրկյանում։ Երբ Լեոն զանգահարեց Հունանին ու պահանջեց գալ հիվանդանոց, բոլորս մի պահ շունչ քաշեցինք, կարծելով, թե թշնամանքը վերջապես նահանջում է հանուն կյանքի փրկության։ Հունանը հասկանալով կանչի իսկական նպատակը և Լեոյին տանում իր գրասենյակ։ Եվ ահա, ճակատագրական սեղանին է դրվում այն կենսական $80,000, որը պետք է լուծեր երկու ընտանիքների ճակատագիրը, բայց Լեոն լռում է։ Նրա լռությունը լի արհամարանքով ու ատելությամբ Հունանին տարօրինակ և անընդունելի է թվում։ Ի վերջո Հունանը միանգամայն ճիշտ էր, սա բարեգործություն չէր, սա 50-50 փոխշահավետ գործարք էր, որը պետք է փրկեր Դավիթի կյանքն ու Գրիշոյի ազատությունը։ Եվ այն պահանջում էր հստակ, բառացի և փոխադարձ համաձայնություն։ Չդիմանալով այս հոգեբանական լռությանը, Հունանը սկսում է արհամարանքով հատ-հատ նետել գումարը Լեոյի ուղղությամբ։ Այս արարքից Լեոյի երիտասարդ արյունը եռում է։ Անտեսելով եղբոր մահամերձ վիճակը և ջահելական ուրացնող հպարտությանը տրվելով, նա զայրացած հետ է շպրտում փրկարար գումարն ու հեռանում աշխատասենյակից։ Դավիթի կյանքը կրկին հայտնվում է մազից կախված վիճակում։ Բայց ճիշտ այն պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ վերջնականապես կորած է, հայտնվում է կյանքի փորձով իմաստացած Դավիթ պապիկը։ Նրա սիրտը կարծես վկայել էր, որ Լեոն իր տաքարյունության պատճառով կարող է չզսպել իրեն ու տապալել այս կենսական խոսակցությունը։ Լեոյի հեռանալուց ընդամենը րոպեներ անց պապիկը մտնում է Հունանի աշխատասենյակ։ Առանց ավելորդ էմոցիաների, առավել խոհեմ ու խելացի գտնվելով և առաջնահերթ համարելով միմիայն իր արյունակից թոռան կյանքը, նա վերցնում է գումարն ու նայելով թշնամու աչքերին, տալիս իր տղամարդու խոսքը. «Ես եմ բողոք ներկայացրել ոստիկանություն Գրիշոյի դեմ, ես էլ անձամբ հետ կվերցնեմ այն»։ Գործարքը կայանում է։ Հունանը հանգիստ շունչ է քաշում, իսկ պապիկը հեռանում է, տանելով Դավիթի փրկությունը։ Իսկ ինչ է անում այս ընթացքում Ավոն։ Այս նենգ մատնիչը, վստահ լինելով իր անպատժելիության մեջ, նստած է շքեղ ռեստորանում և ճոխությամբ տոնում է իր հաղթանակը, հույս ունենալով, որ Գրիշոն երկար տարիներ կանցկացնի ճաղերի հետևում, իսկ Հունանի օջախը կքանդվի։ Բայց նրա ուրախությունը շատ կարճ է տևում, ամեն բան գնում է բոլորովին այլ հունով։ Ընդամենը մի քանի ժամ անց Գրիշոյին ազատ են արձակում։ Եվ հիմա, ունենալով ազատ որդի, Հունանը սկսում է իր ամենասարսափելի որսը, նա որոշում է զբաղվել անձամբ Ավոյով ու դաժանաբար պատժել նրան մատնության համար։ Եվ այսպես, սերիան ավարտվում է բարի նոտայով, բոլորն ուրախ են՝ Հունանը, Իննան, Լեան, Մանանն ու Դավիթ պապիկը։ Շուտով Դավիթին վիրահատում են և բարեբախտաբար ամեն բան անցնում է բարեհաջող, իսկ ապաքինվող Դավիթի կողքին հայտնվում է Նարեն, սիրահարված ու անհանգիստ, և այս դժոխքի մեջ վերջապես ծաղկում են նոր, գեղեցիկ հարաբերություններ։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում։ Ինչպես Հունանը կպատժի Ավոյին նրա ստոր մատնության համար։ Եվ արդյոք Լեոն կների պապիկին իրենց թշնամուց արյունոտ գումարը վերցնելու համար։ Անպայման գրեք ձեր կարծիքներն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր արձագանքներին։